Իրոք է սիրելի ժողովուրդ, մի փոքր համբերություն։ Կորսիկով ուղերով։ Здравствуйте. Ես անցնեմ բուն թեմային։ Բարի լույս, սիրելի ժողովուրդ, ես ասեմ բարի լույս կոնկրետ Հայաստանի համար։ Ուրեմն այսպիսի իրավիճակ։ Երեք ես հատուկ հայտարարությամբ հանդես եմ եկել, որ հանրային ձայն ֆրակցիան այլևս չի մասնակցի Երևանի քաղաքապետարանի որևիցե մի նիստի, որը որ, այսինքն եթե այս իմ առաջարկությունը որոշմանը, որ ես որոշել եմ հանրային ձայնի հետ կապված, իսկ եթե սրան միանում են նաև մնացած երկու ընդդիմադիր ֆրակցիաները կամ կուսակցությունները անվանեք ինչպես ուզում եք, ապա երեք նիստից հետո, երեք նիստ չգումարելուց հետո Երևանի քաղաքապետարանը, այսպես ասած, լիկվիդանում է եւ մենք գնում ենք նոր ընտրությունների։ Լույսը բացվելուն պես ես հիմա ստանում եմ ահազանգեր, որ պետական մարմինները, ահանձինս քննչական կոմիտեի, Արգիշ Քյարամյան երևույթի սկսել են հետապնդումը հանրային ձայն ֆրակցիայի ավականիների նկատմամբ։ Նրանցից մի քանիսին արդեն կանչել են քննչական կոմիտե, չգիտեմ ներկայացել են թե չէ կապ չկա։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, խոդի է տվել պետական տերորը, որպեսզի անի հնարավորինս եւ անհնարինը հանկարծ ու հանկարծ չբերի նրան, որպեսզի ընդդիմադիրները միանան կամ ընդդիմադիրները մեկը մեկի աջակցեն կամ ընդդիմադիրները բերեն հասցնեն նրան, որ մենք գնանք նոր ընտրությունների Երևանի քաղաքապետարանի հետ կապված, որովհետեւ այս մարդը մտադիր է կյանքի կոչելու Ալիևի անվան սահմանադրությունը։ Եվ հիմա հանկարծ եւս մեկ գլխացավանք, հիմա էլ Երևանի ավականու ընտրություններ։ Հիմա ես դիմում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, նամանավանդ այն քաղաքական ուժերին, որոնք որ իրենց համարում են ընդդիմադիր Երևանի քաղաքապետարանում, դա Թևանյան եւ Մարուքյան, ինչպես նաև այն ընդդիմադիր ուժերին, որոնք որ գտնվում են պարլամենտում։ Հիմա եկել է պահը, ինգեր ընդդիմադիր ուժեր, մի կողմ թողնելու մեր անձնական զզվանքը եւ ատելությունը մեկս մյուսից, որովհետեւ դուք ինչ չեք սիրում, ես ձեզ չեմ սիրում եւ սրանից օգտվում է այս ապերախտ թրքահապատակ իշխանությունը։ Եկել է սրա վերջը տալու ժամանակը։ Հիմա ես գնացի այս քայլին աջակցելով ձեզ, այսինքն հանրային ձայն ֆրակցիան եւ Վարդան Ղուկասյանը գնացին մի գործողության, որով որ փորձում են թույլ չտալ, որպեսզի ինգեր քաղաքապետ կոչված երևույթը իր կմահաճույքով որևիցե մեկին հանի ճամփու իրանց տուն ընդդիմադիր դաշտից։ Հիմա ես ինձնից շատ թող ոչ մեկ չզզվի թե Հայկ Մարությանից, թե Թևանյանից, բայց մենք ունենք
ավելի լուրջ թշնամի, հայ ժողովուրդը ունի ավելի լուրջ խնդիր, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որին պետք է ոչնչացնել, ջնջել եւ նետել բանտերը իրենց կատարած հանցագործությունների համար։ Հիմա այսօր իմ ավականին վտանգված է եւ ես որ ասում եմ պրոֆեսիոնալնայա էթիկա եւ վեժլիվость ելնելով դրանից ես հիմա դիմում եմ ձեզ ինքեր ընդդիմադիրներ դուք կարող եք օգտագործել ձեր ձեռքի տակ եղած մամուլը, դուք կարող եք օգտագործել ձեր ձեռքի տակ եղած հնարավորությունները, որպեսզի պաշտպանեք իմ ավականիներին խոշտանգումից, պաշտպանեք իմ ավականիներին տերորից, պետական տերորից, հնարավորինս տարածելով իմ այս ուղերձը ձեր բոլոր լրատվականներով, հնարավորինս դուք ինքներդ սկսեք տարածել այն ինֆորմացիան, որ հանրային ձայնի ավականիները ենթարկվում են պետական տերորի, որպեսզի վաղը ապահովեն քվորում։ Ես ձեզ կոչ եմ անում, ստեղ Վարդան Ղուկասյանի PR-ը չի, ստեղ հանրային ձայնի ֆրակցիայի PR-ը չի։ Ես մտել եմ լուրջ պայքարի մեջ եւ ցանկանում եմ իրոք դաշտը մաքրել ԿՊ-ից։ Եվ հիմա ես պարզ ասում եմ, որ ես պատրաստ եմ համագործակցելու անգամ սատանայի հետ, միայն թե ԿՊ-ն պիտի մաքրվի Երևանի քաղաքապետարանից, հետագայում կառավարության շենքից։ Եվ առաջարկում եմ ձեզ մի կողմ թողնել միմյանց նկատմամբ ունեցած խորը ատելությունը, անարգանքը, զզվանքը, նողկանքը, ոնց ուզում եք դա անվանեք, եւ եկեք միասնական ջանքերով, պետք չի որ ինչ-որ մենք իրար ձեռք սեղմենք եւ այլն, որովհետեւ մենք չենք սիրում իրար, այլ պետք է համախմբվել մեկ գաղափարի շուրջ, իրոք համախմբվել, ես իմ եղածի չափով, դուք ձեր եղածի չափով, մյուսը իր հնարավորությունների չափով հիրավի սրանց մաքրել։ Եվ այսօր այո, դուք ունեիք իմ աջակցության կարիքը, ես դա ցույց տվեցի անկախ նրանից, որ չունեմ ոչ մի համակրանք Հայկ Մարությանի նկատմամբ, բայց ես դա չի կարող թույլ տալ, որ ինգեր Սիսին, այսօր Հայկինա դուբլում, վաղը մյուսինա դուբլում, այն մյուսինա դուբլում, տղա ջան, դու ով ես, եթե անվստահության խնդիր կա, առաջինը պիտի քեզ հայտնել։ Հիմա հերթը ձերն է օգնել իմ ավականիներին, լուսաբանել ձեր ձեռքի տակ եղած բոլոր լրատվամիջոցներով, ձեր ձեռքի տակ եղած որ ասում եմ մկան շեռնել ջախչին օգուտա, ամեն ձևով սա պետք է որ ասում եմ վարսե կալակալա հարվածել, որ այս իշխանությունը սկսել է տերոր հանրային ձայնի ավականների նկատմամբ։ Ես արդեն դիմել եմ իմ ավականներին, անջատել հեռախոսները եւ կորել տեսադաշտից, թաքնվել, պահկվել, չգիտեմ, մտնել տուն, դուռը փակել, դուրս չգալ փողոց, ոչ մի կոնտակտի չգնալ մինչև վաղվա նիստի ավարտը։ Եվ ես այո ունեմ բոլորի աջակցության կարիքը։ Ես մտածում եմ այդ մարդկանց կյանքի անվտանգության եւ առողջության հետ կապված եւ ցանկանում եմ, որպեսզի դուք ինձ օգնեք, ոչ թե ինձ, այլ այդ մարդկանց օգնեք, որպեսզի այդ մարդիկ հնարավորինս քիչ ենթարկվեն կամ առասարակ չենթարկվեն խոշտանգման, ահաբեկման եւ տերորի։ Եկեք մի կողմ թողնենք միմյանց նկատմամբ ունեցած զզվանքը, հակակրանքը, ատելությունը այս փուլում։ Այս պատասխանատու փուլում ես առաջարկում եմ, եթե ինչ-որ մարդիկ կա, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել Վարդան Ղուկասյանի, տնից չի ես երեդ համակերպվում եմ, բայց այս պայմանությամբ ես առաջարկում եմ մեկս մեկի վրա ցեղ շպրտենք, մեկս մեկին չքարկոծենք, մեկս մեկին չվիրավորենք, այս փուլում կանգնենք իրար կողք, թեկուս 1 մետր դիստանցիայի վրա, որ ասում եմ սոցիալնա դիստանցը, 1 մետր հեռավորության վրա եւ մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով մեկս մյուսի պաշտպանենք
մեկս մյուսի օգնենք իդեմս այս վիժվածքների, որոնցից պետք է րոպեմ շուտ ազատվել։ Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնի Թևանյանը կամ Մարուքյանը այս հայտարարության հետ կապված, բայց ժամանակն է եկել, որ մեր ժողովուրդը վերջի վերջո տեսնի ընդդիմություն, ոչ թե իրար ենք ուտում սիսին ընդեղ նստած ատամ, սղոցած ատամները բացի միջև ականջները եւ հրճվի, թե ոնց են կդաշտը ղեկավարում, այլ մենք պետք է իրար օգնենք։ Եվ ես խնդրում եմ մեր երևանցիներին, մեր քաղաքացիներին միանալ այս շարժմանը, միանալ այս այսպես ասած կոչին եւ պաշտպանեք մեր ավականիներին, իմ ավականիներին։ Չգիտեմ, դա վաղը եթե հնարավոր է միտինգ հրավիրել Երևանի քաղաքապետարանի առաջ, երևանցիներին խնդրել գալ այդտեղ, եթե հնարավոր է, չգիտեմ, ժողովուրդ ներգրավել, ձեր ձեռքի տակ եղած լրատվամիջոցներով, ձեր ձեռքի տակ եղած դիվանագիտական խողովակներով եւ այլն, լուսաբանել այս թեման մաքսիմալ լայն ինֆորմացիոն շերտերով, իրավիճակը ներկայացնել տարբեր լեզուներով, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, պարսկերեն եւ որքան հնարավոր է այս թեման բարձրաձայնել, որ սկսվել է պետական տերոր, ստիպում են մարդկանց, ստիպում են ավականիներին գալ եւ ներկա գտնվել, ինչպես նաեւ քվեարկել ընդդիմությունը ընդդիմության դեմ։ Իհարկե ես շատ արագ կարողանամ պարզել, եթե վաղը որևիցե մի ավականի իմ կողմից, եթե մտավ ներս, ինչ հիմքով է մտնում, բայց համոզված եմ, որ այդ կամիկաձեն չի գտնվի, իսկ դուք էլ ձեր կողմից պաշտպանեք ձեր ավականիներին, որ հանկարծ ձեր միջից մարդ չգողնան տանեն նստեցնեն, որովհետև հիմա եթե տեսնեն իմ կողմից բան դուր չի գալիս, հիմա օրինակ ես գիտեմ, որ Թիրախում Վահան Ավակյան, Վահե Եսայան, Անուշնա, Անուշ կամ Անի մենք այդպես ենք անվանում, այն երկու կանայք դեռ հերթը նրանց չի հասել։ Դրա համար ես դիմում եմ ձեզ, դուք եք այդտեղ Երևանում, պաշտպանել իմ ավականիներին, պաշտպանել ձեր ավականիներին եւ որքան հնարավոր է բոլոր լրատվամիջոցներով այս հարցը բարձրացնել, աղմուկ բարձրացնել եւ թույլ չտալ վաղը, որպեսզի որևիցե մի ավականի իր կամքին հակառակ շանտաժների, սպառնալիքների Արգիշ Քարամյանի կողմից հնչեցված գա եւ մտնի քաղաքապետարան։ Այսպիսին է իմ ուղերձը, իմ խնդրանքը, իմ առաջարկությունը։ Ժողովուրդը տեսնում է, ժողովուրդը արդար դատավոր է եւ ժողովուրդը իմ կարծիքով հասկանում է, որ Վարդան Ղուկասյանի առաջարկությունը, պահանջը, խնդրանքը, ոնց ուզում եք սա անվանեք, ամբողջովին բխում է հայ ժողովրդի շահերից։ Ես մի կողմ եմ թողնում իմ բոլոր, այսպես ասած, պրինցիպները, անձնական, չգիտեմ, ատելություն եւ այլն, ոնց ուզում եք անվանեք, ոչ համակրանքը Թևանյան, Քոչարյան եւ այլն այդ ճամբարի անձանց նկատմամբ, որտեղ ես հասկանում եմ, որ այսպես այլևս շարունակվել չի կարող։ Մենք տեսնում ենք, որ այդ 6 ամիսը, որ ղեկավարեց ԿՓ-ն, Երևանի հերը անիծեց։ Տանք թուրքերին Երևանը ավելի կարգի կբերեին, քան թե մենք տվել ենք սրանց։ Հիմա այս մարդը նստած գծագրում է, թե ինչ Ալիևյան սահմանադրություն բերի, նստած գծագրում է ոնց Վարդենիսը դադարի, նստած գծագրում է ինչ անի Մեղրիի հետ, ու գյուղերի հետ, այդ խայտարակ սահման եղբայր, վերջերչո եկեք հասկանանք։ Եկեք հասկանանք, որ մեկս մեկից զզվելով, մեկս մեկի ատելով, մենք առաջ ենք մղում սրանց։ Մենք կործանման ենք տանում մեր երկիրը։ Պատմությունը կրկնվում է։ Այն մի մելիքը, այն մի իշխանի հետ չուներ, այն մի իշխան էլ այն մի մելիքի հետ չուներ, թուրքը նրան էր կոտորում, այն էր կայնած նայում, նա ներկալի կոտորում, այն էր կայնած նայում։ Նույնը հիմա է։
Ես առաջարկում եմ ամեն մեկս մեր հնարավորության չափով եւ սահմաններով։ Պետք է սրանց դեմը առնենք, մեկս մեկի օգնելով։ Ինձանից շատ ես ձեզ ասում եմ, ես ձեզ չեմ սիրում, բայց ես այսօր հասկանում եմ, որ ես պետք է մի կողմ դնեմ իմ զգացմունքները եւ տեր կանգնեմ իմ քաղաքին, իմ երկրին, երկիրս գնում է կործանման։ Ես մենակով, դուք մենակով ոչինչի չեն կարող հասնել։ Ես ասում եմ, մի կողմ եմ թողում իմ ռեյտինգը, որը որ ձեզանից մի քանի անգամ բարձր է, դուք էլ դրա մասին գիտեք։ Եվ ես ձեզ ձեռք եմ մեկնում, ասում եմ, եկեք, հավաքվենք իրար կողք եւ վերջիվերջո վերջ տանք այս չարիքին, որը կոչվում է քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Օգնեք իմ ավականիներին։ Մի թույլ տվեք, որ նրանց տանեն, ծեծեն, խոշտանգեն, բռնաբարեն եւ այլն, ասեն չէ դուք վաղը պիտի սպառնան, դուք վաղը պիտի գաք նստեք։ Իրավիճակը իրոք լուրջ է։ Եվ եթե մենք Երևանի քաղաքապետարանից չսկսեցինք, վաղը ժողովրդի վզին փորձելու են փաթաթել սահմանադրությունը։ Այն խայտառակ սահմանադրությունը, որը պետք է կոչել Ալիևի անունով։ Մենք երկիր ենք կորցնում, ինգեր ընդդիմադիր դաշտի գործիչներ։ Եկեք մի բան մոռանանք այս աթոռը եւ սկսենք մեկս մեկի եղածի չափով օգնել։ Եվ ինչու՞ չէ, հնարավորության դեպքում ուղիղ կապով շփվել, հասկանալ ով ինչ անի, ոնց անի։ Եվ թող ժողովուրդը հետո որոշի պարզ թափանցիկ ընտրություններով, եթե հերթը կացնի դրան, ում է իր ձայնը տալիս։ Դուք ուզում եք երկիր փրկել, դուք սիրում եք Հայաստանի Հանրապետությունը, դե ուրեմն իգործ։ Դե ուրեմն եկեք եւ փրկեք ձեր երկիրը։ Եվ եթե այսքանից հետո կգտնվի մեկ քաղաքական դեմք, ես պետական գործիչ եմ, ես քաղաքական գործիչ չեմ, եթե կգտնվի մեկ պետական դեմք կամ քաղաքական գործիչ, ով կարա էլի ինչ-որ պրետենզիաներ տա, չգիտեմ, ասի դոգենձի քրֆելա, ես դրա համար չեմ գալի։ Կամ դոգսենց դոգնենց, եղբայր, մենք երկիր ենք կորցնում։ Դոգը ձեզ քրֆել է, բայց դոգը այսօր ձեզ պատերժկա է անում եւ չի թողում, որ ձեզ հանեն շպրտեն դուրս քաղաքապետարանից։ Դոգի ավականիներին մեկը մեկի հետևից կանչում են քննչական կոմիտե։ Հասկանում եք։ Ձեր պատճառով են կանչում։ Կանչում են, որ գնան նստեն, որպեսզի ձեզ կարողանան հանեն եւ ռադ անեն։ Իսկ այդ մարդիկ չեն ուզում։ Բայց կարող է գա մի բան, որ վեկալեն գնան։ Միևնույն է, ես էլի կպատժեմ այն մարդկանց, ովքեր որ գնան, բայց եկեք թույլ չտանք, որ այդ մարդկանց շանտաժ անեն, այդ մարդիկ էլ վախենալով գնան։ Մի հատ էլ ես բռեմ, մի հատ էլ մենք ենթարկենք հասարակական պարսավանքի եւ թաղենք։ Եվ եթե այսին պարս մարդկային առաջարկությունը մեր ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցները, գործիչները, պատգամավորները չփորձեցին աջակցել ինձ, ինչպես հիմա ես փորձում եմ աջակցել իրենց, արդեն թող ժողովուրդը դատի ինչի հետ մենք գործում ենք։ Այսքանը ես հուսամ, որ իմ սոս սիգնալը ահազանգը չի մնա օդի մեջ։ Ստեղ չկա ոչ պրոռուսական ուժեր, ոչ պրոամերիկյան, ոչ պրոարաբական։ Մենք բոլորս պրոհայկական ենք։ Այս պայմանությամբ այսքանը։